Սիրելի ավատավոր քույրեր եւ եղբայրներ, այսօր մենք հիշատակում ենք Քրիստոսի 12 աշակերտներին եւ իրենց քիչ հետո միացած Պողոս առաքյալին եւ ընդհանրապես առաքելություն եւ աշակերտության խորհուրդը մեր Սուրբ Եկեղեցում։ Ամեն տարի, երբ որ մենք անդրադառնում ենք մեր հավատքի հիմքերին, ակունքներին, հիշում ենք Տիրոջ այն խոսքը, որ Սուրբ Եկեղեցին հիմնված է ոչ թե ինչ-որ գաղափարի վրա, ոչ թե զուտ մարդկանց հավատքի պատկերացումների վրա, այլ Սուրբ Եկեղեցին հիմնված է առաքյալների եւ մարգարեների վրա։ Եվ մենք կոչվում ենք առաքելական եկեղեցի, կրելով այդ կարևորագույն հատկանիշը քրիստոնեական ինքնության եւ էության։ Եվ երբ որ Տերը ընտրում էր իր համար աշակերտներին, նա շատ կարևոր սկզբունքներով էր առաջնորդվում, ոչ թե ընտրելով լավագույններին, ոչ թե ընտրելով այն մարդկանց, ովքեր ստացել են ժամանակի լավագույն կրթությունը, որոնք կարողանային լավագույնս իր պատգամը եւ քարոզը մարդկանց փոխանցել, կամ որոնք ավելի հեղինակավոր էին հասարակության մեջ, այն ամենը, ինչ որ կանեինք մենք, եթե ընտրեինք մեզ համար մեր պատգամը փոխանցողներին կամ չէր առաջնորդվում այս աշխարհի սկզբունքներով, այլ Տերը ընտրեց այն մարդկանց, ովքեր կարողացան մոռանալ սեփական անձը եւ ամբողջությամբ նվիրվել այն ծառայությանը, որը Տերը կանչեց իրենց։ Եվ առաքյալներից ոչ հզորներն են, ոչ իմաստուններն են, այլ անձինք են, ովքեր կարողացան Տիրոջ հետ իրենց ապրած կյանքը, Տիրոջ հետ իրենց փոխհարաբերություն եւ հանդիպումը փոխանցել մարդկանց, ոչ թե իրենց հոգեվոր պատկերացումները, ոչ թե իրենց հոգեվոր կրթությունը կամ կարողությունները, այլ այն, ինչ որ Տերը իրենց անձամբ փոխանցել էր։ Եվ Տերը, երբ որ առաքյալների հետ պիտի հանդիպում ունենար, Ղուկաս ավետարանիչը ասում է, որ եւ ընտրեց նրանց, որպեսզի իր հետ լինեն եւ որպեսզի ուղարկի իրենց ամեն տեղ։ Եվ դա մենք թրուցիկ անցնում ենք ընտրցելով, բայց երբ որ խորանանք այդ խոսքերի մեջ, դա հենց բնորոշում է առաքելության էությունը, որովհետեւ նախ եւ առաջ ընտրեց, որպեսզի առաքյալները լինեն Քրիստոսի հետ, որպեսզի իր հետ անցնեն որոշակի ճանապարհ, ունենան իր հետ փոխհարաբերություն եւ փորձառություն հոգեվոր, ինչից հետո միայն Տերը ուղարկի այնտեղ, որտեղ որ ինքն է կամենում։ Ոչ թե այնտեղ, որտեղ որ իրենք ուզում են գնալ, այլ որտեղ որ Տերը կամենում է, որպեսզի առաքյալները լինեն։ Եվ այդպես էլ եղավ։ Առաքյալները ապրեցին Քրիստոսի հետ, կիսեցին իր հետ, նույնիսկ կենցաղը, գնացին դժվարին ճանապարհներով եւ այդ շփումը, այդ փոխհարաբերությունը Քրիստոսի հետ իրենք կարողացան դարձնել իրենց կյանքի կարևորագույն պատգամ։ Եվ դա փոխանցեցին իրենց աշակերտներին, եւ իրենց աշակերտները այդ իրականությունը փոխանցեցին սերնդեսերունդ, եւ դա շղթայաբար այսօր հասել է մինչև մեր օրերը։ Այդ իսկ պատճառով մենք կոչվում ենք առաքելական, որովհետեւ այն ինչ որ առաքյալները ստացել էին Քրիստոսից եւ այն ինչ որ իրենք փոխանցել էին իրենց աշակերտներին, սերնդեսերունդ եկեղեցու նվիրապետական աստիճանների միջնորդությամբ հասել է մեզ։ Մի կողմից հասել է իրենց կերպարը, իրենցից շատերի նամակները, որոնք պահպանվել են, հատկապես Պողոս առաքյալի նամակները, որոնք նոր կտակարանի մեծամասնություն են կազմում, 4 ավետարանիչների ավետարանները, որոնցից 2-ը եղել են Քրիստոսի անմիջական աշակերտները, 2-ը Յոթանասնից, Հովհաննեսի, Հակոբոսի, Հուդայի նամակները, որոնք եւս կազմում են մեր հավատքի հիմքը, եւ դրա հետ մեկտեղ փոխանցել են մեզ այն առաքելությունը, որ իրանք ստացել են Քրիստոսից, ինչը ամենից կարևոր է սերներս, որովհետեւ առանց առաքելության գիտակցման քրիստոնեություն չկա, չէր լինի պատմականորեն, որովհետև եթե առաքյալները դուրս չգային իրենց
հարմար տարածքից դուրս չգային, Պաղեստինից չտարածեին քրիստոնեությունը աշխարհով մեկ, այն ուղղակիորեն կոչնչացվեր եւ կլռեր, որովհետեւ Քրիստոսի խաչելությունից հետո 71 թվականին Երուսաղեմը հիմնահատակ կործանվել էր, բնակչությունը բնաջնջվել էր եւ նույնիսկ այդ Սուրբ քաղաքում դարեր շարունակ արգելվում էր նաեւ հրեաների մուտքը, որովհետեւ դա ամենից մեծ ավերումն էր։ Եվ դրա հետ մեկտեղ բնականաբար շատ բան է կորուսվել, եթե առաքյալները ժամանակին դուրս չգային իրենց տարածքից եւ չգնային կատարել իրենց առաքելությունը, ինչպես Քրիստոս ասում էր, որ մինչև աշխարհի ծագերը, մինչև ամենահեռավոր վայրերը պիտի գնան։ Ուրեմն Քրիստոսի պատգամը եւ Քրիստոսի բերած ճշմարտությունը չէր մնա այս աշխարհում եւ կենսունակ չէր լինի, չէր հասնի մեզ։ Եվ այդ առաքելությունը մենք կրում ենք որպես մեր ինքնության անբաժանելի մաս, որտեղ Տերը ասում է, որ ինչպես Հայրը ինձ ուղարկեց, իսկ երկնավոր Հայրը իր սիրուց բխված մարդկանց փրկելու համար ուղարկեց իր որդուն, բայց ուղարկեց որպես զոհաբերություն, ուղարկեց որպեսզի Տերը ոչ միայն գնա այցելության մարդկության, այլ ուղարկեց որպեսզի գնա իր կյանքը տա, նահատակվի, խաչ բարձրանա։ Այդպես եւ Քրիստոս ասում, այդպես ես ուղարկում եմ ձեզ։ Նա ևս ուղարկեց աշակերտներին, որոնք գնացին եւ իրենցից բոլորը անցան նահատակության ճանապարհով, իրենց կյանքներով վկայեցին իրենց հավատքի ճշմարտացիությունը եւ վկայեցին այն, որ կա հարություն, ինչի շնորհիվ եւ քրիստոնեությունը հաղթող եղավ բոլոր կրոններին, որտեղ իրենք իրենց կյանքով ապացուցեցին, որ ոչ թե իրենք հավատում են հարության տեսությանը, այլ իրենք կրողն են այդ հարությանը եւ նույնիսկ մահը իրենց համար ոչինչ է։ Եվ դա եղավ իրենց ամենահզոր ապացույցը, իրենց նահատակությունը, իրենց մահը հաղթահարելու, վախը հաղթահարելու եւ Քրիստոսի հետ միավորվելու այդ բուրըն ցանկությունը։ Եվ այդ նահատակության ոգին է, որ ունեցել են իրենց աշակերտները, քրիստոնեական եկեղեցին առաջին 3 դարերը ապրել են նահատակների արյալ։ Եվ միլիոնավոր մարդիկ գնացել են այդ նույն ճանապարհով վկայելով, որ հարությունը իրականություն է, որ եթե մենք հավատում ենք, որ Քրիստոսը հաղթեց մահվանը, ապա մեզ չեք կարող վախեցնել մահվան։ Եվ իրենք իսկապես գնացել եւ նահատակվել են, ինչը պատմական փաստ է եւ պատմական իրականություն։ Եվ դարեր շարունակ եկեղեցին անցել էր այդ նահատակության ուղիով, եւ դա եղավ աշակերտության գինը, որը վճարում էին թե առաքյալները, թե առաքյալների առաքյալները դարեր շարունակ ցույց տալով, որ ամենամեծ գինը նույնիսկ աշակերտության համար իրենք պատրաստ են տալ իրենց կյանքը։ Եվ այդ նվիրական առաքելությամբ քրիստոնեությունը դարձավ աշխարհի ամենատարածված եւ ամենամեծ կրոնը եւ կերտեց այսօրվա քաղաքակրթությունը։ Եվ երբ որ մենք անդրադարձենք անցյալին, տեսնում ենք, թե իսկապես որքան հզոր, որքան մեծ եւ գեղեցիկ է քրիստոնեության պատմությունը բոլոր դարերում, որքան հիանալի է մարդկանց հավատքի սխրանքը։ Սակայն երբ որ մենք դա բերում ենք մեր դաշտ, հասկանում ենք, որ այնքան էլ իրական չէ մեր պատմական անցած ուղին մեր կյանքի հետ համեմատած։ Կարծես թե մենք հաճախ այդքան էլ փոխկապակցված չենք մեր նախնյաց հավատքի հետ, չենք կրում այն, ինչ որ իրենք կրում են ժամանակին։ Եվ դրա հիմնական խնդիրը մեր առաքելության բացակայությունն է։ Երբ որ այսօրվա քրիստոնյա մարդը չի գիտակցում իր առաքելությունը, ինչի համար է նա ապրում, ինչի համար է նա ուղարկված, ինչ ունի նա անելու այս աշխարհում։ Քրիստոս երբ որ աշակերտներին ուզում էր ամենապարզ ձևով բնորոշել իրենց առաքելությունը, ասում էր, որ դուք եք աշխարհի աղը։ Եվ իսկապես իրենք դարձան աղ, որը ոչ միայն համեմեց աշխարհը, այլ որը փրկեց աշխարհը ապականությունից, փտացությունից, որտեղ աղը նախ եւ առաջ
ինը աշխարհում թանկ էր նրանով, որ պահպանում էր սնունդը, որը ախտահանում էր։ Եվ Քրիստոս ասում էր, որ դուք եք այդ ախտահանիչ միջոցը աշխարհի համար, առանց որի աշխարհը ուղղակիորեն ապականվելու էր։ Եվ աղը նաև զոհաբերության անբաժանելի մասն էր, որտեղ զոհը երբ որ դնում են զոհասեղանի վրա, նաև ըստ օրենքի պիտի աղով աղվեր, ինչպես Տերը ասում էր, որ ցանկացած զոհ աղով է աղվում։ Եվ Տերը ասելով աշակերտներին, որ դուք եք երկրի աղը, նաև նկատի ուներ, որ ինչպես ես եմ գնում զոհաբերության, դուք եւս աղ եք լինելու այդ զոհաբերության, այսինքն մաս եք կազմելու իմ նվիրական զոհաբերության։ Եվ այդպես էլ եղավ, իրենք դարձան աղ, որի շնորհիվ աշխարհը կյանք ստացավ։ Եվ այսօրվա մեր քրիստոնեությունը հաճախ նմանվում է համակորցրած աղին, որը ինչպես Տերը ասում է, ոչինչ բանին պետք չէ։ Եվ այդ աղի քանակն է, որ պահպանում է այս կամ այն հասարակությունը հոգևոր փտախտից, հոգևոր ապականությունից, լինի դա բարքերի, վարքի բարոյականության եւ այլ հանգամանքներում։ Քրիստոնեությունն է կամ քրիստոնյաներն են, անհատներն են եղել, որոնք իրենց ապրած կյանքով այս կամ այն քաղաքում կամ գյուղում կարողացել են փրկել հասարակությունը ապականությունից։ Իրենց առաքելությունը դա է եղել։ Առաքելությունը միշտ չէ, որ քարոզչական է բառացի իմաստով։ Միշտ չէ, որ դու գնում ես եւ բոլորին պատմում ես, թե ով էր Հիսուս, ինչպիսի կյանք էր ունեցել։ Հատկապես այսօրվա դարում մարդը ջուրությամբ կարող է այդ ամբողջը իմանալ, մտնել համացանց եւ այնտեղ ամեն ինչ այլևս պատմված է Հիսուս Քրիստոսի մասին։ Բայց դրա հետ մեկտեղ շատ կարևոր է եւ առանցքային է ոչ թե տեղեկությունը Քրիստոսի մասին, այլ ապրված կյանքը։ Երբ որ դու դառնում ես քո վարքագծով, քո խոսքով, քո ազնվությամբ աշխատանքի մեջ, քո ապրված արժեքներով Քրիստոսի կենթանի քարոզ, բաց ավետարան։ Այնպես Սուրբ Հարերից մեկի աշակերտները, երբ որ պիտի ուղարկվեին քարոզելու այս կամ այն գյուղերը, լինելու աշակերտ եւ առաքյալ իր համար, գնում եւ չէին կարողանում ժողովրդին դարձի բերել։ Ասում է, հայր, թե ինչ անենք, ինչպես անենք, որ ժողովուրդը դարձի գա։ Ասում է, դե պիտի քարոզեք։ Ասում է, պիտի ավելի շատ քարոզեք։ Ասում է, ավելի շատ ենք քարոզում։ Ասում է, դե եթե այդ ձևով չի ստացվում, ուրեմն ասում պիտի սկսեք խոսքով քարոզել։ Այսինքն իր պատգամը այն էր, որ նախ եւ առաջ մարդիկ պիտի քարոզեն իրենց վարքով, իրենց ապրելակերպով։ Ինչպես արեցին Քրիստոսի աշակերտները եւ առաքյալները եւ սերնդեսերունդ արեցին բոլոր քրիստոնյաները, որտեղ քրիստոնյա լինելը նշանակում է Քրիստոսի աշակերտ լինելը։ Եվ այդ ամբողջ այսօր փոխանցված է մեզ։ Մենք այսօր կանգնած ենք այդ պատմական առաքելության մեջ որպես կարևորագույն մաս։ Այդ երկար շղթայի փոքրիկ օղակն ենք մենք սիրելիներս։ Եթե մենք միանանք այդ դարավոր նվիրական ավանդությանը, մաս կազմենք այդ շղթայի, այսինքն բացենք մեզ, որպեսզի ընդունենք այն ինչ որ մեզ ավանդված է։ Մենք կարողանանք նաև շարունակություն տալ հետագա սերունդներին եւ այդ շղթան չի պատռվում։ Մենք պիտի կարողանանք բաց լինել ընդունելու, կրելու այն ինչ որ մեզ ժառանգած է եւ փոխանցելու մեր ապրելակերպով եւ մեր քրիստոնեական վարքով այն ինչ որ մենք կրում ենք։ Եվ դրանով ենք մենք կյանք ունեցել դարեր շարունակ եւ դրանով մենք այսօր պիտի կարողանանք ունենալ կյանք մեր ազգային իրականության մեջ ամեն մի խնդիր գալիս է նրանից, որ մարդիկ չեն ապրում որպես քրիստոնյա։ Եվ աշակերտների պատգամը այսօր հնչում է մեզ, որպեսզի մենք կարողանանք անել այն ինչ որ արեցին առաքյալները։ Իսկ իրենք դուրս եկան իրենց սեփական ցանկությունների եւ եսի թագավորությունից, տիրապետությունից
փախան այդ եսի տիրապետությունից եւ մտան Քրիստոսի թագավորության եւ Քրիստոսի տիրապետության մեջ։ Եվ դա եղավ իրենց հաջողությունը։ Եվ այդ նույնը այսօր մեզ է ավանդված, որպեսզի մենք կարողանանք դուրս գալ մեր սեփական պատկերացումների, ցանկությունների եւ մեր եսի տիրապետությունից եւ Քրիստոսին որպես Տեր եւ ուսուցիչ ընդունենք մեր կյանքի եւ կարողանանք իր պատգամը հասցնել ամեն օրեք։ Այնտեղ որտեղ որ չի կարող մուտք գործել Տերը անձամբ, այն ցանկացած միջավայր, որտեղ որ մենք կարող ենք մտնել, մենք մեր ներկայությամբ պիտի տանենք Քրիստոսի ներկայությունը այն։ Եվ ենք պատարագի ժամանակ Քրիստոսին ենք ճաշակում, իր մարմինը եւ արյունն ենք մեր մեջ ընդունում, Քրիստոսին ամբողջությամբ մեր մեջ ընդունում ենք, ոչ թե որպեսզի մեզ լավ լինի, որպեսզի մենք միայն ստանանք մեղքերի քավություն կամ հոգևոր բավարարություն, այլ որպեսզի մենք սրբազան անոթ դառնանք, որի միջոցով Քրիստոս կգնա այս կամ այնտեղ, կմտնի մեր օջախ, կմտնի մեր աշխատավայր, կմտնի մեր ընկերների մոտ, մեր հասարակության մեջ, կմտնի մեր անձի միջոցով եւ այնտեղ կգործի։ Եվ դա է մեր առաքելությունը այսօր։ Ընդունակ լինել Քրիստոսին կրելու, ստանալու Տիրոջը իր մարմնի եւ արյան հաղորդությամբ ընդունելու իր ներկայությունը եւ այդ ներկայությունը հանելու եկեղեցու տարածքից բերելու տարբեր տեսակի մարդկային հասարակություն եւ այդ լույսը մարդկանց տարածել։ Եվ դա է մեր այսօրվա առաքելությունը, դա է մեր այսօրվա աշակերտությունը, թող Սուրբ առաքյալների բարեխոսությամբ եւ աղոթքով մենք արժանանք այդ մեծ կոչմանը, մենք եւս դառնանք Տիրոջ կողմից ուղարկված աշակերտ եւ առաքյալ, կրողը այն նվիրական արժեքների, որ Սուրբ Ավետարանը մեզ փոխանցել է, եւ Տիրոջ լույսը, որը պիտի հաղթի այս աշխարհի խավարը։ Աստծո սերը, շնորհը, ողջունություն թող առաջ թողի բոլորին։ Այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից